Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի ներքին հանդգյուղում ադրբեջանցիները քանդել են հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը։ Խոսքը վերաբերում է 2022 թվականի մարտի 14-ից ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքին, որտեղ նաև գյուղի գերեզմանոցն է, գյուղը սնող խմելու ջրի աղբյուրի ակունքն ու եկեղեցին։ Գյուղի բնակիչներից մեկը Սպուտնիկ Արմենիային հայտնել է, որ մինչև վերջերս գյուղի տարածքից հուշարձանը տեսել են, բայց արդեն մեկ ամիս է ինչ այն չի երևում, ու հենց դա է հուշել, որ հուշարձանը քանդել են։ Նշենք, որ Ադրբեջանը ներքին հանդ է ներխուժել 2021 թվականի գարնանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկություն է տարածել, հայտնել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22:20-ից մինչև մարտի 19-ի ժամը 1:40-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հաջիզադեի հայտարարություններին, որը կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների եւ Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ, հայտնել է Armenpress-ը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր եւ նպատակ չունի եւ շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ Հայաստանի Հանրապետության բանակը կառավարությանը ենթակա մարմին է եւ գործում է հենց այս տրամաբանությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մարտակերտի շրջանում հաստատված ադրբեջանցիների հետ հանդիպմանը հոխորտ տալով հայտարարել է, որ համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ոչ ոք չի հասել այնպիսի միանշանակ եւ լիակատար հաղթանակի, ինչպես Ադրբեջանը։ Ադրբեջանը կալանքի մեջ պահվող հայերի համար պետք է ապահովի արդար դատաքննության իրավունքը եւ բավարար պայմաններ համաձայն իր միջազգային պարտավորությունների։ Բրյուսելում Armenpress-ի թղթակցի հարցին ի պատասխան այս մասին ասել է Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերի խոսնակ Անիտա Հիպերը։ Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարությունները առնչվում են շատ ավելի լայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղության հաստատման հարցին։ Ուստի մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին հենվել արդեն իսկ ձեռք բերված հաջողությունների վրա եւ շարունակել առաջընթացը, ասել է Անիտա Հիպերը։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել։ Գործընկերների դիմումով Ռուսաստանը հաճույքով կշարունակի աշխատանքը։ Ինչ վերաբերում է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին, ապա այն ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն հայտարարության շրջանակներում։ Հիմա այն այսպես ասած քնած վիճակում է։ Դա կարող ենք արձանագրել, բայց մենք գիտենք, որ գործընկերների միջև շփումներ են իրականացվում այս թեմայով, նշել է Օվերչուկը։ Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները։ Օրերս նա 11-րդ դարի Լորի Բերտ ամրոցում էր։ Այս մասին հայտնել են Հայաստանում Ամերիկայի դեսպանատնից։ Միջնադարյան անառիկ ամրոցն այսօր էլ ներկայանում էր իր վեհաշուկ գեղեցկությամբ եւ լավագույնս արտացոլում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը։ 7 սուտ 3 օրում Բաքուն 7 անգամ մոգոնեց իբր հայկական կողմը կրակել է։ Հաջորդիվ կտրականապես մերժում է ստորագրել խաղաղության համաձայնեցված փաստաթուղթը։ Հայտնի է, որ 17 կետանոց այդ թղթի բոլոր կետերն անխտիր երկուստեք համաձայնեցված են։ Հայաստանը համաձայնեց նույնիսկ միջազգային դատական հայցերի հետ կանչին ու եվրոպական դիտորդներին հայ-ադրբեջանական սահմանից հեռացնելուն։ Հիմա Բաքուն նոր պահանջ է առաջ բերում ու էլի չի ստորագրում։ Չլսված բան է միջազգային իրավունքում, միջազգային հարաբերություններում։ Եվս մեկ անգամ ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման վրա, այն է, որ արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է, Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու համար։ Հաջիզադեն միաժամանակ ընդգծել է մեջբերում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ հարակից մնացած եւ անգործունակ կառույցների լուծարման անհրաժեշտությունը։ Ինչ նկատի ունի հարակից հնացած կառույցներ ասելով չի մանրամասնել։ Առաջ է գնացել, թե եթե հայկական կողմն իսկապես
վճռահագրգռված է բացելու տարածաշրջանում հաղորդակցությունները, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից եւ գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանի նոր իրողություններին համապատասխան այդ հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Վերջնագրերի ցանկ են դնում սեղանին, թե Երևանը կրակել է հարավարևելյան ուղղությամբ, հենց այն հատվածն են մատնացույց անում, որտեղ ձգտում են Զանգեզուրի միջանցք ստեղծելուն։ Կտրուկ մերժում են հրադադարը խախտելու հետաքննության համատեղ մեխանիզմի ստեղծումը։ Բարի կամք դրսևորելու եւ նման սադրանքներից հրաժարվելու փոխարեն հայկական կողմն առաջարկում է բարդ եւ գրեթե անիրագործելի նախաձեռնություններ, որոնք ոչ մի հիմք չունեն, ինչպես դա եղավ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների շուրջ 30-ամյա օկուպացիայի ժամանակ։ Հաջիզադեն այստեղ կանգ չի առնում, բացատրություն է պահանջում, ասում է, եթե Հայաստանի կառավարությունը, ինչպես հայտարարում է վարչապետի գրասենյակը, իսկապես հավատարիմ է խաղաղության օրակարգին, տեղին կլիներ բացատրություն տալ, թե ինչպես է զանգվածային ռազմականացումը, այդ թվում հարվածային սպառազինության տեղակայումը սահմանամերձ շրջաններում ծառայում այդ օրակարգին։ Բաքվի սպառազինվելուց ռազմական բյուջեն շեշտակի ավելացրեց Հաջիզադեն, չի խոսում, չի ասում, թե ինչու են խաբում մանևրում խաղաղության համաձայնեցված տեքստը մի կողմ դրած, նորանոր պահանջներ առաջ բերում։ Միջազգայինագետը չի մոռացել։ Միջազգային քրեական դատարանը որոշեց, որ Լաչինի միջանցքը պիտի բացվի, բայց Ալիևը այդ որոշումն էլ ոտքի տակ առավ։ Նույնիսկ եթե ստորագրեն այս համաձայնագիրը, պետք է որ երրորդ երկիրը, ես չգիտեմ այդ երրորդ երկիրը որը կլինի, նա ինքը պետք է երաշխավորը լինի, որպեսզի սեղանի վրա դրված եւ ստորագրված համաձայնագիրը կյանքի կոչվի եւ կողմերից որևէ մեկը հետ չքաշվի այն ստորագրելուց։ Հիմա երրորդ կողմը մենք չենք տեսնում, երաշխավորը չենք տեսնում։ Այս համապատկերում Բաքվի մեդիան հիմնական իշխանական նոր պահանջների ցանկն է համալրում, ասում են հայկական կողմը պետք է ապահովի արևմտյան ադրբեջանցիների վերադարձը ու նրանց անարգել ելումուտը Հայաստան։ Պահանջում են պետք է տեղի ունենա Հայաստանի ապառազմականացում եւ գնված զենքերի հանձնում կամ վերադարձ։ Պետք է դադարեցվի Արցախյան առաջին ազատամարտի հաղթանակի եւ պատերազմի մասնակիցների հերոսացումը։ Բաքուն ուզում է, էլ ինչ կուզի, Աստված գիտի։ Ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունների հաջող ավարտը խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի ամբողջական տեքստի շուրջ։ Այս մասին նշված է Եվրախորհրդարանի падգամավորների համատեղ հայտարարության մեջ։ Նույն ոգով հավատում ենք, որ Թուրքիայի կառավարությունը կօգտվի տարածաշրջանում ընթացիկ դրական իրադարձություններին աջակցելու հնարավորությունից եւ փոխադարձ կպատասխանի հայ-թուրքական սահմանը բացելու Հայաստանի պատրաստակամությանը։ Իր քաղաքացիների եւ ողջ հարավային Կովկասի, ասված է հայտարարության մեջ։ Ստամբուլի քաղաքապետ ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուի եւ մամուլի հետ կապերի գծով նրա խորհրդականը ձերբակալության օրդեր են ստացել։ Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ Ստամբուլի քաղաքապետը կասկածվում է խոշորացաբալ կոռուպցիոն գործի մասնակցության մեջ։ Գլխավոր դատախազության համապատասխան հարցումից Ստամբուլի համալսարանը որոշում է կայացրել չեղյալ համարել Իմամօղլուի դիպլոմը, ինչը մեծապես կխոչընդոտի երկրի նախագահի պաշտոնում նրա առաջադրմանը։ Պուտինը կողմ է արտահայտվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքներին փոխադարձ հարվածներից 30 օրով հրաժարվելու մասին Թրամփի գաղափարին եւ նման հրաման է տվել զինվորականներին։ Այս մասին հայտնել է Կրեմլը։ Նշվում է նաեւ, որ Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ մարտի 19-ին ռուսական եւ ուկրաինական կողմերի միջև կիրականացվի գերիների փոխանակում հավասար սկզբունքով։ Բացի այդ, Ռուսաստանը եւ Ամերիկան ուկրաինական կարգավորման հարցով փորձագիտական խմբեր կստեղծեն։ 30-օրյա դադար հաստատելու Ամերիկայի նախագահի նախաձեռնության համատեքստում ռուսական կողմը նախանշել է մի շարք կարևոր կետեր։ Դրանք են շփման գծի ողջ երկայնքով հնարավոր հրադադարի արդյունավետ վերահսկողության ապահովում, Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան դադարեցնելու անհրաժեշտություն եւ ուկրաինական զինված ուժերի վերազինման վտանգը։ ԱՄՆ բանագնաց Սթիվ Վիտքոֆը Fox-ին տված հարցազրույցում ասել է, որ Ամերիկայի եւ Ռուսաստանի միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան մարտի 23-ին Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում։ Բանակցությունները, որոնք կղեկավարեն ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, կկենտրոնանան զինադադարի հիմնական մանրամասների վրա։ Վիտքոֆը չի հստակեցրել, թե Ամերիկայի պատվիրակությունը ում հետ է հանդիպելու ու դեռևս անորոշ է արդյոք Ուկրաինան կընդգրկվի բանակցություններում թե ոչ։ Նրա խոսքով լիակատար զինադադարին հասնելն արդեն համեմատաբար կարճ ճանապարհ է։ Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի նախագահների բանակցությունների շուրջ բացասական ֆոն ստեղծելու համար Կիևը փորձել է ներխուժել Բելգորոդի շրջան։ Նման հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ դրա արդյունքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել է շուրջ 60 մարդ, ներգրաված է եղել մինչև 29 միավոր տեխնիկա։
Ուկրաինայի ղեկավար Զելենսկին արձագանքել է Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցին։ Ուկրաինայի նախագահը աջակցություն է հայտնել էներգետիկ եւ ենթակառուցվածքային ոլորտում 30-օրյա հրադադարի գաղափարին, սակայն հայտարարել է, որ ցանկանում է դրա մասին ավելի մանրամասն իմանալ Ամերիկայից։ Նրա խոսքով Կիևի գործընկերները չեն դադարի ռազմական օգնություն տրամադրել։ Ուկրաինայի զինված ուժերը կշարունակեն մարտական գործողություններ իրականացնել Կուրսկի մարզի տարածքում, ասել է Զելենսկին։ Անդրադառնալով բանակցություններին, նա ասել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններն առանց Ուկրաինայի արդյունք չեն տա։ Պուտինի հնչեցրած պայմանները ցույց են տալիս, որ Ռուսաստանը պատրաստ չէ պատերազմի ավարտին, ասել է Զելենսկին։ Գազայի հատվածին մարտի 18-ի գիշերը Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 170 երեխա, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Նշվում է, որ 404 մահացածների թվում կա ավելի քան 170 երեխա եւ ավելի քան 80 կին։ Փրկարարական խմբերն ու շտապօգնության մեքենաները չեն կարողացել հասնել տուժածների զգալի մասին սարքավորումների, վառելիքի եւ ծանր տեխնիկայի բացակայության պատճառով։ Կադիլակ ապրանքանիշը ակնկալում է, որ այս տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվող յուրաքանչյուր երրորդ մոդելը լիովին էլեկտրական կլինի, քանի որ ավտոարտադրողը շարունակում է ընդլայնել իր էլեկտրական մեքենաների շարքը, չնայած արդյունաբերության մեջ մեքենաների ավելի դանդաղ ընդունմանը, քան սպասվում էր։ Ակնկալվում է, որ General Motors-ի շքեղ ապրանքանիշը մինչև այս տարվա վերջ կներկայացնի 5 էլեկտրական մեքենա։ Վարդաշենի հանրակացարանի 68A շենքի բնակիչները մարտի 19-ին անձրևի տակ բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց։ Նրանք նշել են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել։ Նրանք նշել են, որ քաղաքապետի խոստացած ժամկետը լրացել է, խնդրի լուծում չի տրվել, իսկ շենքն ամեն պահին կփլուզման վտանգի տակ է։ Մայրաքաղաքում մաքրման աշխատանքների արագ եւ արդյունավետ կազմակերպման նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից բոլոր վարչական շրջաններին հատկացվել է ընդհանուր 12 մարդատար մեքենա։ Առանձին տարածքներում կառուցվել են սենյակներ հանգստի, ժամին մաքրման աշխատակիցների կենսական պայմանները ապահովելու համար։ Մի քանի վարչական շրջաններում դրանցից մի քանիսը հանձնվել են շահագործման։ Հասարակության համար երբեմն տեսանելի չէ այն ահռելի աշխատանքը, որը կա անշունչ տեքստերի հետևում։ 2024-ի մայրաքաղաքային 94.5% կատարած բյուջեն ավականուն ներկայացնելիս պատասխանատու պաշտոնյան է ասում։ Հավակնոտ քաղաքային ծրագրի հետ են գործ ունեցել, նաև դասեր քաղել, չդիտարկել մեկ տարվա կտրվածքով, հնգամյա զարգացման ծրագրի մի մասն է, նշում է։ Այն աշխատանքները կամ միջոցառումները, որոնք որ ապահովել են կամ մեկնարկել են 24 թվականի ընթացքում, այս կամ այն չափով քաղաքային իշխանությանը եւ համայնքին մոտեցնում են հնգամյա պլանով ամրագրված հանձնառությունների ամբողջ ծավալով կատարմանը։ Իսկ ինչը չենք կատարել կամ արել ենք թերի, այստեղ ընդդիմությունից միանգամից են հարցնում։ Այն ծրագրերը եւ այն միջոցառումները, որոնք ծրագրի շրջանակներում պլանավորված են, իրենց բնույթով ենթադրում են ծավալուն շարունակական աշխատանքներ, այսինքն ինչ որ մի կոնկրետ բան մեկ տարվա ընթացքում անել եւ ավարտելու մասին չի խոսքը, այլև հիմնականում ստրատեգիական բնույթի նախաձեռնություններ են սրանք։ Մեր խոշոր հիմնական ծրագրերով թերակատարումներ որպես այդպիսին չունենք, այսինքն մեր նախընտրական խոստումների ծրագրով ունենք ծրագրեր, որոնցից առհասարակ հրաժարվել ենք եւ դրանց մասին բարձրաձայնել ենք, մասնավորապես փողոցային մի քանի հանգույցներում քաղաքաշինական որոշակի լուծումներից։ Տրանսպորտի հարցը քաղաքում շարունակում է արդիական մնալ, ավականին որոշեց զինվորական ծառայության հետ պատճառական կապով երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մեր երկրի բոլոր քաղաքացիների համար տրանսպորտը դարձնել անվճար։ Տրանսպորտի սակագնի հետ կապված ընդդիմությունն էլ նախագիծ ուներ։ Մայր Հայաստանը տասնյակ հազարավոր քաղաքացիների ստորագրություն է բերել քաղաքապետարան, որ մեկ ուղևորությունը արժենար 100 դրամ, տրանսպորտային փաթեթներով էլ ավելի էժան։ Քաղաքային իշխանությունը սակայն նիստին չեկան։ Այն չկայացավ։ Շատ լավ իմանալով, որ Մայր Հայաստանը բացի քաղաքական գնահատական հնչեցնելուց նաև փաստեր, թվեր, վիճակագրություն ա վերհանում, որը հերթական անգամ այդ տիղմը հանում ա ջրի երես, որ կա այդ համակարգում, նաև դրանից վախենալով, խուսափելով, իրենք դեմարշ արեցին։ Դահլիճից դուրս էլ կրքերը թեժացան, հարկից հարկ է իշխանության ու ընդդիմության բանավեճը։
Կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։ Նա ծնվել է 1965 թվականին Երևանում, 1982-ին ընդունվել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին։ Մի շարք թատրոններում հանդես գալուց հետո 94 թվականին հրավիրվել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատել է մինչև մահ։